Նույնիսկ ժպիտս եմ կորցրել։ Առանց Սպարտակի ես չգիտեմ ժպիտն ինչ է, բայց պետք է սովորեմ, վերջ։ Չեմ ուզում։ Ինչի՞։ Երեխան ուր է։ Իջանցքում։ Արտուրին չես թույլ տվել, որ Սիմոն գնա տնից։ Յուրեն։ Լավ, ինչքան կարելի է նույն թեման քննարկել։ Ես գիտակցում եմ, որ ես երբեք ոտքի չեմ կանգնի ու երբեք չեմ քայլի։ Յուրեն, վերջ տուր, Թող շարունակեմ։ Ստեղ ինչ կապ ունի Սիմոնս հարցի հետ։ Արտուր, դու մենակ գլուխ չես հանի։ Իսկ Ժակլինին խնամ կա պետք։ Ունես չի, որ ես մնացել եմ Սիմայի հույսին, որ իմ երեխու մասին հոգ տանեմ։ Ես հասկանում եմ, որ դու հոգ կտանես ու հավատում եմ, որ առաջի մոտակա մի քանի ամիսը հաստատ, բայց հիմա երեխան արձակուրդ է։ Վաղը միսօր դասերը կսկսվի, դու չես կարող համատեղես քո աշխատանքը, երեխու հոգսը։ Ես համոզված եմ, որ դու չես կարող, Արտուր, Ժակլինի հետ արթնանաս, Ժակլինի հետ քնես։ Հա, հենց Ժակլինով էլ պետք է քնեմ ու արթնանամ։ Ես նրանից ավելի կարևոր մարդ չունեմ իմ կյանքում։ Իսկ դու քեզ մի քիչ շուտ չես դատապարտում, հա։ Դու գանված չես մնան կողմում, հանգիստեղի։ Դու խոսել ես բժիշկների հետ։ Նրանցից մեկը գոնե քեզ հույս տվել է, քեզ ասել է, որ ես կքայլեմ, հա։ Այս դեպքում այդքան բան բժիշկներից չի կախված, ինչքան որ քեզնից։ Այդ դեպքում կասես ինչի են բժիշկները։ Տենց լիներ մարդիկ հիվանդ իրանց տանը կպարկեին, կպայքարեին, որ լավանային, ինչի էր պետք հիվանդանոցը, ինչի էին պետք բժիշկները, բացատրի։ Յուրան, դու հիմա հուսահատված ես, հուզված ես, ու չես գիտակցում ինչ ես խոսում։ Բայց դու կամքից ուժեղ մարդ ես։ Ու ես քո կոտրվելը, սենց խոսալը քեզ հետ չի սազում, ինձ բարկացնում է։ Արտուր, հասկացի, ես ռեալ մարդ եմ, ես իրականությունից երբեք չեմ փախնի, ես հասկանում եմ, որ ես այսպես եմ մնալու եմ անկողնում, հաշվանդամի պես արկելու եմ անկողնում ու երբեք չեմ վեր կենա։ Լռի, հա։ Արտուր, ինձ համար իմ կյանքս ոչ մի բան է, ես միայն իմ երեխուս մասին եմ մտածում, ես մտածում եմ, եթե ես չլինեմ, երեխուս հետ ինչ կլինի։ Իսկ դու Սիման քո երեխուս համար ընտանիք կլինեք։ Դու խաբում ես, իսկ դու ինձ չես սիրում։ Եթե դու ինձ սիրեիր, իմ համար կտանջվեիր։ Ժակլին։ Այ որ դու մեզ ակնշ չդնեիր, ամեն ինչ ճիշտ կհասկանայիր։ Դու էլ ինձ չես սիրում։ Դուք ոչ մեկը ինձ չեք սիրում։ Ժակլին։ Մարդու աղջկալն եք, էլի։ Ոչ ապել ոչ պակաս գնացել են բոնժեր ռեստորանի բացմանը, էլի։ Իսկ դու ինչի ես հիստերիայի մեջ ընկել դրանից։ Ո՞նց հիստերիայի մեջ չընկնեմ։ Հենց իմ դավաճանությունից խեղճ աղջիկը վատացել էր, գլուխը կորցրել էր, բան, բայց այնքան սիրտ ունի, որ տնից դուրս ա գալի հերիք չի մի հատ գնում անստեղ, որտեղ սաղ տաշում են։
Բայց դու որ տեսար տանը չի, ինչի գնացիր ռեստորաններա հետևից։ Լավ, ո՞նց կարող չգնալ ռեստորաններա հետևից։ Գնաց մեկ ֆրա ֆիգուր եմ ցույց տա։ Իմ կնիկը պապաջան գնացել էր այդ բոմժի ռեստորանի բացմանը։ Այդ չմոյ արա, այդ սովա չունի, իմ կնգա վրա աշկ ունի։ Սպարտակ հերիքը ես ամենը ծծղելի է։ Հա, այդ չեմ խոսա, ճիշտ ես պապիջան, բայց այդ սովածին սատ կստեմ մորտև ու պրծնեմ։ Արա ինչի համար։ Դու ես փողոցները քաշ գալի, իրան ես մորթելու։ Յա սիրտը ցաված պապաջան, նա ջուրտամ խմես հովանա։ Կարքի խոսիր հորդ հետ։ Բա դուք ինչ եք երկուսով այդ բոմժի պաշտպանում։ Իսկ ով է քեզ նման բան ասել։ Վալես հանգստացիր։ Չէ, ինքը ոնց կարող հանգստանա։ Ինքը պետք է միշտ իրան դասի բոլորից վեր, բոլորի վրա պետք ոտքերը մաքրի ու քայլի գնա։ Դուք ես երևի ավելի լավ կզգայի, որ այդ բոմժը չէ իրա ոտքերին վրա մաքրեր։ Սպարտակ վերջացրու։ Ինչ կապ ունի այդ տղան քեզ հետ։ Քո եւ Էմիլիի վատ հարաբերությունների հետ։ Ինչով է նա մեղավոր։ Բա դուք ինչ կապ ունեք, հեր ու տղա, որ այդ բոմժին այդպես պաշտպանում եք։ Լավ, իսեր Աստծո, վերջ տվեք։ Երեխան կարթնանա։ Լավ։ Կարող է գնաց ինքը քո կնգան վերցրեց, բերեց ասեց, արի իմ ռեստորանի բացմանը մասնակցի։ Յուրի վերջ տուր։ Այս խոսակցությունն ինձ համար անտանելի է։ Չէ, պապի ջան, հələ դու շարունակի։ Ինչա հետաքրքիր է։ Եթե կնիկը չուզենար, չէր գնա։ Ու քարտելություն այդ տղայի հանդեպ լրիվ աննորմալություն է, բայց եթե դու հիվանդ ես, դու աննորմալ ես, բայց քեզ պետք է տանենք աղիան, հոգեբուժալա։ Յուրա, որդուս հետ տեց մի խոսա։ Քեզ նո որ լինի, պապա ջան։ Ասես ինչ անում է հալալա, չէ։ Դու որ կնգատե ձեռիցը տանի էլի հալալա, չէ։ Արա ես այդ տղային կարամ ասեմ հալալա ու կասեմ հալալա, որովհետև այդ տղեն մի նպատակ չունի իր կյանքում, քո նման։ Էմիլի հետ լինում ես, ասում ես Էմիլի, հետը չես լինում Էմիլի։ Էլ ինչ կասես, ասա պապա։ Յուրի, ես ի վիճակի չեմ լսելու ես ամենը։ Պապ, դու մի հուզվիր, հա։ Ես կգնամ, պապա ջան։ Իսկ դու գնա կարպիչ հետ ընդհանուր լեզու գտի, իր սանիկին վեգալ վերդում քեզ որպես տղա, բայց կարող է մի օր դրան մորթեմ ու դու մնաս առանց տղա։ Մի լսի քեզ ինչ եմ ասում, Սպարտակ տղա, մյուս անգամ քո բերանից չլսեմ այդ արտահայտությունը։ Լավ այդքան մի լարվի։ Թող եմ մի քանի օր պապայություն կանես դրան։ Լսի, այդ երեխին հերիքա աչ ու ծախ վիրավորես։ Կարաս մի բան սովորես, սովոր իրանից։ Ենքանես ինձնից զզվե պապա ջան, որ խորհուրդ ես տալի ես այդ բոմժից ինչ-որ բան սովորեմ։ Արա նրանց Թեհրանն առար, փողերս քամուն տվեցիր, ճիշտ է, ուզում եք ուժը ցույց տայր, չէ։ Ուզում էր ասել, ես ձեզանից բարձր եմ, բայց տեսակ իրական ուժեղը ով է։ Քո համար տանտանինոն է։ Նախ տանտանինո չի տանոյան։ Տարալին փողերս ջուրը թափեցիր։ Դու Թեհրանի ճանապարհն ես մոռացել։ Իսկ այդ տղեն շարունակեց աշխատել։ Ու քեզանից առաջ անցավ, հա, գնաց առաջ։ Դու դրա մասին մտածիր, ոչ թե Էմիլի։ Էմիլով տղայթվում ես։ Յուրի, դու տղայիդ գերազանցեցիր։ Երկար պետք չէր խոսալ, պապա ջան։ Կարայր կարճ լնեիր։ Ասեիր, որ այդ տանոն է իմ երազած տղեն։ Ու ես շատ կուզենայի, շատ կերազեի, որ այդ ապորինի լակոտս հենց ինքը լինի։ Այդքան բան կարճ։ Հա, հիմա էլ դու ես ապորինի կապից երեխա ունենալու։ Ես քեզ մեծ լավություն կանեմ, պապա ջան։ Մեծ նվեր։ Ես գնում եմ։ Իսկ դու գնա էլի եմ ասում։ Չեպկիրին համոզի, սանիկին վեկալ բերես տոն, քեզ որպես տղա։ Սպարտակ։ Ռենա գնա ետևից։ Ես էին ուզում։ Չարեցի ես։ Սպարտակ։
Սպարտակ։ Յուրան, դու անգիստեղի, երեխեն մոտս է, լավ ազգում իրան, ավելի ուշ կգան քո մոտ։ Լավ։ Դեր Աստված, նենց արա, որ ես ոտքի կանգնեմ։ Ինչի ասացիր, որ ես լավ եմ, ես լավ չեմ։ Դու մեզ մեղադրում ես, որ քեզ չեմ սիրում, բայց այդ դու մեզ չես սիրում։ Այ քո հիմա այս արածներդ այդ է ցույց տալի։ Մաման ինչի չի ուզում քայլի։ Ուզում է, բայց դրա համար ժամանակ է պետք։ Բայց դե ինքն էլ հոգնել է, չգիտեմ։ Պապ, դու ինձ խաբում ես, որ լաց չլինեմ, թե որ քեզ ու մամայից չփախնեմ։ Դե փախուստը քո մոտ սովորություն է, լավ ստացվում է մոտդ։ Եթե մեկ էլ տենց բանալ ես, ես արդեն կմտածեմ, որ դու մեզ չես սիրում։ Դու իմ այդ քո արածներով մամային ջղայնացրեցիր։ Ոնց պայեցիր քեզ, հա։ Եթե ինքը ինձ սիրեր, ամեն ինչ կաներ, որ քայլի, բայց ինքը չի ուզում քայլի, ու ինձ նվիրում է Սիմային։ Մենակ քեզ չէ, ինձ էլ հետ է։ Դու ոչինչ, բայց ես պետք է միշտ լինեմ իր կողքին։ Իսկ չի լինի, որ երեկով լինենք իրար հետ։ Very good, but Իմ գեր զարգացած բալիկ ջան, խնդրում եմ հայրան խոսեք։ շատ լավ կլիներ, բայց դու Սիման ամուսնացած եք, ու չեմ ուզում, որ բաժանվեք։ Սիման էլ չկա։ Սիման լավն է, բապ, ես ուզում եմ, որ դուք չբաժանվեք։ Բայց ավելի լավ չի լինի, որ ես էլ քո մամայի հետ ապրեմ։ Ամեն տենց մենք իրան շատ կօգնենք ու ինքը շուտ կքայլի։ Պապ, մաման կքայլի, չէ։ Անպայման կքայլի աղջիկս։ Բայց դու քեզ պետք է շատ խելոք պահես։ Իրեն չբարկացնես, որ ինքը քայլի։ Ոչ թե ես հովանում։ Լավ, գնանք վերև, որ ես իրանից նրա ուղղություն հայտնեմ ու ասեմ, թե ինչքան եմ ես իրան սիրում։ Գնանք։ Եթե Յուրի Բալայանը համոզված է, որ ես Անժելն եմ, ապա հայրն էլ նմանեցնում է ինձ։ Ինձ փող էր պետք, որը ստանալու ճանապարհն ինձ դյուրին էր թվում։ Բայց ես այն բարդացրի, քանի որ չկարողացա ավելի խորամանկ գործել։ Յուրի Բալայանը չզանգեց, բայց համոզված եմ, որ նրան պարուրած հարցերն հանգիստ չեն տալիս։ Ու դեռ պնդում եք, որ առանձին բնակարան չտեղափոխվեմ։ Երևի թե նրա համար, որ կյանքից լավ խառնվեք, չէ։ Վայեմոն ջան, ես միայն նպատակ ունեի։ Մամ, իմ հետ կապված նպատակներ մի ունեցեք, ծրագրեր մի կազմեք։ Ինչ ես ինձ նավայ բալա, ես ոչ մի ծրագիր էլ չեմ կազմել։ Երևի պարտադիր էր, չէ։ Սպարտակին ասեիք, թե որտեղ եմ։ Մանոյին մի նայի ես եմ ասել։ Հայ բալա ջան, ինչի ես ուզվում։ Փառք Աստծո զոհեր չենք տվել։ Էմիլին նեղվել է, որ Սպարտակի հետ ավելորդ անգամ վեճ է ունեցել։ Ես չեմ նեղվում նրանից, որ Սպարտակը եկել է ու ինձ պապայի սանիկների կառույցում է տեսել։ Բայց ինչի ես բարկանում։ Մամ, ես զգում եմ, որ դուք շատ մեծ չափաբաժնով խառնվելու եք իմ կյանքին։ Էդ ինձ դուր չի գալիս։ Եթե սենց է շարունակվելու, ես հենց հիմա կգնամ ու առանձին կապրեմ։ Այդ ցավը տանեմ, դու որ արդեն Սպարտակ Բալայանից բաժանվել ես։ Մենք էլ ինչի ենք խառնվում քո կյանքին։ Վերջը իհարկե կատակ էր։ Նեղվեց երեխես։ Ուզում էի լավ լիներ, բայց Լավա, Վարդուս ջան, շատ լավ է։ Դու ինչ անում ես, ճիշտ ես անում։ Ես որ քեզ չունենայի, ես այսքան առաջ չէի գնա։
Մանո, խոսում ենք, դու բան արա, արդեն դավայ, ժամանակն է, բարձացի վերև քնելու, այ քեզ բան, իա։ Մարդու կնիկ երկու բառ իրար հետ չխոսենք, շատ շնորհակալություն, որ սպասեցիր մինչև մենք եկանք, բայց էլ Միշիկին սպասել պետք չի, Միշիկը այսօր գիշեր ձեռքի տակ գործ ունի, դավայ մանուչ։ Բարի գիշեր ձեզ։ Ձեզ էլ նույն բանից։ Երեխես վրա սազդեց։ Մեկ-մեկն են սխալ բաներ եմ անում։ Եթե ասա, որ կարող ես լեզու պահել են չի ես խոսում։ Լավա, Վարդուս ջան, լավա։ Вообще-то լավ արեցիր, որ տենց ասեցիր այդ դեպիլին, դա էլ եկավ այնտեղ տեսավ, իրար լավ միացած գզեցին, դա ինձ ձեռ էր տալիս։ Շատ լավ է։ Աղջի ջան, մենակ թե աղջկատ մի կերպ հասկացրա, թող բաժանվի, բայց նավսիկդա։ Ես ուրիշ ծրագրեր ունեմ այդ երեխու հետ կապված։ Ասեցիր, ես ոչ մի ծրագիր չունեմ։ Դու ես շատ բան եմ ասում։ Լսի, Միշիկի ու Էնան դաստիարակի գործերը ոնց որ թե աչ են գնում։ Ես կարծում եմ, այսօր գիշեր կատաղած իրար բարևելու են դրանք։ Ինչ ես արել այդ տղա։ Ինչ ես սարքել երեխուս գլխին։ Աղջի ջան, դու 2 մետրանոց երեխա տեսել ես։ Ուրան դե երեխա։ Այդ երեխուն քաշել ես փեշերի տակ, նստել ես վրան, խեղտվի մեղքա, չէ։ Թող տղամարդ դառնա էլի։ Ինչ չխափես։ Ինչի ես դրթել երեխուս, հլը ասա։ Ապայի գերեզման, ես քո կողքը նստած, ես ոնց կարամ իրան ինչ-որ բանի դրթեմ, աղջի ջան, ես ոչ մի բանի չեմ դրթել, իրանք իրանց կամքով որոշել են այսօր գիշեր, աղջի, ոնց որ թե դու տատիկի զակազներ ես ստանում այսօր գիշեր, հա։ Պապայի գերեզման, դու մի բան արել ես այդ երեխեքի գլխին։ Ինչ է ժպտում։ Դե որ արդեն ուշ է, իսկ ես քեզ հետ զբոսնում եմ։ Հետո ինչ։ Կամ դրա մեջ ինչը ծիծաղդ շարժեց։ Դե որ ես արդեն մեծացել եմ ու առանց տղաների եմ։ Չէ։ Շարունակությունն է քո ծիծաղը շարժում։ Դու երկրպագու ունես, որի հետ զբոսնում ես։ Ու հետո ինչ որ անհույս երկրպագու է։ Իսկ ինչի անհույս։ Դե, որովհետև հասկացանք։ Իսկ եթե ասեմ, որ չհասկացա։ Ուրեմն այդ դեպքում ասեմ հասկացի։ Մենք մի քանի անգամ որոշել էինք ամուսնանալ։ Հետո նույնքան անգամ բաժանվել ու չեղյալ էինք համարել մեր սպասվելիք ամուսնությունը։ Ինչի համար էլ առանձնապես մեծ հույսեր չեմ փայփայում։ Իսկ դու գիտես կամ ճանաչում ես մի զույգի, որոնք անverջ չեն վիճում ու չեն բաժանվում։ Ճիշտ ես ասում։ Բայց դե մեծ մասի մոտ գոնե հարսանիք լինում է։ Իսկ մենք դրան էլ չենք հասնում։ Ու գիտես ինչի, որովհետև քո մեջ զգացմունքներ չկան։ Իսկ ես ուրիշ բացատրություն ունեմ։ Գիտես մենք խիչ ենք հասնում դրան, որովհետև դու այդ պարզ հարց ինձ չես տալիս։ Ինչ հարց։ Պարզ հարց, որ տալիս է յուրաքանչյուր սիրող տղա իր սիրելիին։ Կամ ուզում ես ինձ հետ։ Ոչ առաջին, բայց վերջին անգամ եմ հարցնում բաբի։ Կամուսնանաս ինձ հետ։
Իսկ ես ոնց կարող եմ բաց թողնել իմ վերջին հնարավորությունը ու կորցնել քեզ։ Ծերը գլուխա բարձածրել։ Արա դու անասուն չես արա։ Արունս ջուր դառավ։ Արունը չի կարա ջուր դառնա, որտեվ հերում է մեջը։ Հերիք չեն վիճոկը Լիլիկը լավա դրան վեկալավ տարավ։ Հիմա էլ դու սանկի պես սենց աճում ես։ Ախր դու քո աղբորը չես վստահում տան։ Ես ոչ մեկի կնոջդ գործ չունեմ։ Օհ, ով էլ ասի, ոնց որ այն օրը դու չէիր գնացել մարդուն դեմ ընկել։ Համել ասեմ իմացի։ Ինի նրա մարդն է, հասկացի։ Որ ուզենար, բոլոր իրավունքները ուներ, կարար քեզ հենց այդտեղ լղջել։ Ես չեմ կարող երբ որ տենում եմ Էմիլիի հետ այդպես են վարվում։ Ես այդ ժամանակ մոռանում եմ, թե ով է ում մարդը, ով ում կնիկը, թե ես ինչի բաների իրավունք ունեմ ընդհանրապես։ Այդ բանը ընդհանրապես իրավունք չունեի։ Արա հասկացի, որ չեմ կարող։ Չեմ կարող այդ զգացմունքներս մոռանալ։ Ինչի՞, որովհետև դեռ պետք է երկեր այդ աղջկա համար, դրա համար էլ չէիր ուզում էլի որ գնար, հա։ Այդ քո քավորի միտքը չէր արա։ Բա այդ որ գնացել Էմիլիի հետ ջերմ խոսում էիր, այդ ում միտքն էր։ Չեմ կարող։ Ես էլ չեմ կարող։ Լուրջ չեմ կարող զգացմունքներս մեջս պահեմ։ Մանավանդ հիմա, չէ՞ որ մարդուն թողել է։ Ես էլ հենց դրան էի, հա, սպասում։ Այդ տղա ես քշերվա կեսին ունես, էլ է ֆրֆրումխի կնաս չես։ Արա իսկականից ճիշտ է ասում։ Էս ինչ հաշիվ է, հələ գնա քնելու, դավայ։ Բաբին վիճև չքնի, ես չեմ կարա։ Էդ ինչ մտածում ես այտենց բաբիի համար, հա։ Իսկ դուք չեք մտածում։ Բաբին Միշի հետ է դավ ջան։ Հա, այն քո սիրելի Միշի, այտենց է, չէ՞, շատ ես սիրում Միշին։ Բաբի գնաց, հիմա էլ դուք եք բզբզում։ Լավ, գնացիր, դավայ։ Գնա քնելու։ Բաբին էլ մենք կանանք պահակ կանգնենք։ Գնա, թռի։ Դավայ։ Ախ։ Հայրդ նախացնում է մեզ երկնքի ծայրը, որտեղ միայն երջանկությունը, հետո մի հարվածով անդունդն է գցում ու նորից փորձում է հանել վեր, չհասկանալով, որ ամեն անգամ վայր ընկնելով կորցնում ենք շատ բան, ամեն անգամ հնարավոր չի երկնքից էլ վեր հայտնվել։ Կարող ենք խոսել, թե քնում ես։ Լավ հասկացա։ Բարի գիշեր։ Ահա բեկեց, մեղադրեց դավաճանության մեջ, հետո էլ խնդրեց, որ վերադառնամ ու փրկեմ մեր սերը։ Իսկ դու հրաժարվեցիր։ Մանո, ես չեմ կարող նրան ներել։ Երբ իմացա նրա դավաճանության մասին, փորձում էի չմտածել այդ մասին, չպատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել նրանց միջև։ Բայց երեխան չափից ավել է։ Նա անընդհատ հիշացնելու է նրա դավաճանության մասին։ Ինձ թվաց այդտեղ մարդասպանություն կլինի։ Սպարտակը այն տեսակ վիճակով էստեղից դուրս թռավ, որ ես էլ էի շատ վախեցել։ Ոնց որ միշտ անկառավարելի էր։ Դու նրան ներել չես ուզում, Սպարտակն էլ ոչ քեզնից է ուզում հրաժարվի, ոչ էլ քո երախուց։ Ես չեմ էլ ուզում, որ ինքը երեխայից հրաժարվի, որովհետև նա պաշտում է երախուն։ Քեզ էլ է պաշտում, Էմիլի ջան։ Այդտեղ դու սխալվում ես։ Եթե այդպես լիներ, ինքը չէր դավաճանի ոչ մի դեպքում։
Նրա արածին ոչ մի արդարացում չկա։ Երբ սիրում ես, մոռանում ես ամեն ինչի մասին։ Եսի մասին խոսելը ուղղակի ավելորդ է։ Բայց այս դեպքում եսս ներսիցս դուրս ա թռչում, ես չեմ կարող նրան ներսում սպառել։ Քեզ մոտ ուղղակի քո բարկությունն է մեջիցդ դուրս թռչում, ոչ թե եսդ։ Ու այդքանից հետո ես դեռ ինձ թողած նրա մասին եմ մտածում։ Ինձ մեղավոր եմ զգում, որ երեխայի կողքին չի։ Երբ Վարդն ասաց որտեղ եք, ինձ թվաց երեխուն հետը վերցնելու է տանի։ Բայց դե չէ։ Ամանու։ Ես դրա մասին ոնց չէի մտածել։ Սպարտակային վիճակում էր, որ հաստատ ինձ ցավեցնելու համար կտաներ երեխային։ Էմիլի, Սպարտակն ու տանոն հանդիպեցին։ Մանո չեմ կարող բացատրել, թե հետս ինչ կատարվեց։ Հողը ոտքերիս տակ չէի զգում։ Ինձ թվում էր կսպանեն իրար։ Նայում էին իրար ինչպես թշնամիներ, բայց իրանք հարազատ եղբայրներ են։ Ես չեմ ուզում, որ պապու ու հոր պատմությունը կրկնվի Հենրիիս հետ։ Էմիլի ջան, իսկ չես վախենում, որ երկու եղբայրների դժբախտության պատճառ կդառնաս։ Ուղղակի գաղտնիք չի, որ երկու եղբայր սիրում են քեզ։ Տանոյի սիրուց մի խոսի, խնդրում եմ, Մանո։ Դե եթե իմ չխոսելով Սպարտակի խանդը կնվազի, չեմ խոսի։ Սպարտակի մտածելով ես Տանոյից ռեստորանի բացմանը վրեժից դրծված էի գնացել։ Մենակ իր անառողջ ուղեղում կարա նման միտք առաջանա։ Դուք չեք կարողանում ես տան ճանապարհը մոռանալ, ես չեմ հասկանում։ Հա? Անդադ գալիս եք։ Այն Թեհրանը հերիք չէր, հիմա էլ մենք մեր տանը չենք կարում հանգիստ ապրենք։ Չհասկացա, այս գլուխ տես ծարավել։ Դուք եք եկել իմ դուռը։ Ու ընդհանրապես չէ, չնայած ներողություն։ Ձեր տղան երևի եկել ձեզ բողոքել է ձեր Սպարտակը։ Դուք էլ եկել եք երևի իր թասիպը պահեք, պաշտպանեք։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Սպարտակիցս հեռու մնա։ Այդ թող ինքը ինձնից հեռու մնա, որտեղ ինքն է անընդհատ գալի ու ոտերի տակ ընկնում։ Հոպ! Ես կյանքում չեմ թողի, որ իմ տղեն ինչ-որ մեկի ոտքերի տակ ընկնի, թեկուզ հարազատ եղբայրը լինի, հասկացար։ Դուրս է գալի, որ ես ինձնից ոչ մի բան չեմ ներկայացնում, ոչ մի բան եմ, կամ էլ ճիշտ կլինի ասել անհաջողակի մեկն եմ, ոնց հերես է կարծում։ Մեկ-մեկ ես անկեղծության ժամերը պետք են էլի, որ հասկանաս ինչա քո հանդեպ դիմացինը ձգում, ինչ կարծիք ունի քո մասին, դաժե հարազատ հերդ։ Բոմժի մասին ինչ հպարտությամբ էր խոսում է, վայ պապա ջան, վայ։ Ստիպեցիր ես ինձ իսկականից բոմժ զգամ։ Հասկացնել տվեցիր, որ ես մենակով ոչ մի բան եմ, հա։ Մենակ փողերդ եմ վատնում, մեկ էլ այնքան թուլամորթ եմ, որ Էմիլիի պոչը բռնած վազում եմ։ Էդ է, հա, բանու գործս։ Բա Էմիլին ինչ է անում, շան տեղը չի դնում արա։ Ես այնքան եմ սիրում իմ որդուն, որ ոչ ոքու չեմ թողի նեղացնի, նույնիսկ եթե դու իմ Սպարտակիս հարազատ եղբայրը լինեիր, քեզ էլ չէի թողի։ Փառք Աստծո, որ ես ձեր որդին չեմ, հետևաբար չեմ կարող լինել նաև ձեր տղայի եղբայրը, ինչի համար որ նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում Տեր Աստծուն։ Լսի տղա ջան, դու չար մարդ չես, ինչ ես մտել այդ կերպարի մեջ ու դուրս չես գալիս, ու չես թողնում մարդիկ կարդան քո բարի հոգին։ Ում որ պետք է, ինքը իմ հոգին ճանաչում է։ Իսկ դուք ինձ հետ ընդհանրապես կապ չունեք, որ մի հատ էլ ճանաչեք ու իմ բարի հոգին զգաք ես կյանքում։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ դու այնքան վատն ես, որ ցանկություն ունես ուրիշի ընտանիքը քայքայելու։ Ամենայն դեպս մեր որդուս ընտանիքը հետապնդելով հարսիս։
Ես ոչ մեկի չեմ հետապնդում։ Հա դե դու մեղ չունես ու իհարկե դու չես հետապնդում, քեզ քո այդ սրպապից կավորն է ուղում, որովհետև նա ուզում է մեզ ցավ պատճառի, դրա համար քեզ դրել է այդ գծերի վրա։ Դու էլ անընդհատ հետապնդում ես հարցից։ Բայց ասեմ քեզ իմացի, որ այդ հարցը իմ տղիս կինն է, թորանս մայրն է, իմ էլ հարցս է։ Դուք այդ մասին պետք է ձեր որդուն ասեք, որովհետև մնացածը ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Դա այդ դեպքում ոնց է ստացվում, որ դու անընդհատ հայտնում ես հարցից ճանապարհին, հա։ Ես ձեզ բացատրելու ոչինչ չունեմ։ Գնացեք այդ ամենը ձեր դեբիլ տղուն բացատրեք, որովհետև ինքն է ամեն անգամ գալիս ու ինձ ոտքի տակ ընկնում ու ինձ ուզում է ասի, թե ես ինչ անեմ։ Դու որդուս դեմ ոչինչ չես անի։ Նա էլ քեզ մատով չի դիպչի։ Այդ ես եմ ասում։ Այդ այնպես չի, որ ես բողոք եմ անում։ Կամ էլ ինչ-որ ձեր պաշտպանության կարիքը ունեմ։ Ուղղակի սրանից հետո ինձ ոչ մեկ ինչ-որ մի բան չի կարա թելադրի։ Ու ետ պահի իմ արարքներից։ Լսի, դու այդքան համարձակություն ունես, կանգնում ես երեսիս, ասում ես, որ տղուս հարվածներ ես հասցնելու։ Անպայման։ Իսկ այդ հարվածնել ուզում ես հասցնես կնոջ միջոցով, հա, որն էլ քեզ խորհուրդ է տվել մեծն սրպապիղծ կավորդ։ Կավորը իրոք իմ համար մեծություն է։ Իսկ մնացած հարցերը թույլ տվեք թողնեմ անպատասխան։ Ասելու ես, որ հարսանիքի օրը իտո որոշված է։ Հա։ Ինչի չես ուզում որ ասեմ։ Շատ եմ ուզում։ Ուզում եմ, որ բոլորը դրա մասին իմանան։ Էլ չգաք։ Ինձ հաճելի չի ձեզ հետ հանդիպելը։ Ու ընդհանրապես չեմ հասկանում, ինչի համար եք ընկել իմ հետևից, ինչ եք ուզում ինձնից։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ այս ամեն ինչը ինձ ահավոր նյարդայնացնում է։ Գուցե շատ բարի ես, բայց լեզուդ շատ երկար է։ Իսկ քո այդ անդաստիրակությամբ Սպարտակին չես զիջում։ Ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում։ Սպարտակի կնոջից հեռու մնա։ Այս մարդը ժամին մեր տան մոտ։ Զարմանալի է։ Հաջողություն։ Յուրի Բալայան։ Ամեն լսի քեզ ինչ եմ ասում։ Կարպիչից հեռու մնա։ Ինքը իր երեխեքին է օգտագործում։ Քեզ էլ կօգտագործի։ Բարև ձեզ, Ջաջ Յուրի։ Բարև տղա ջան։ Լսեցի՞ր ինչ ասի։ Իրանից հեռու մնա։ Շատերին լավություն արած կլինի։ Ինչի էր եկել։ Հա։ Լավ զբոսնեցիք։ Շատ։ Դաժե հասցրեցինք մեր հարսանիքի օրը որոշել։ Ամուսնանում եք։ Յուրան հասավ իր ուզածին, երեխես էլ տնից գնաց։ Ես էլ որերորդ անգամ։ Պապ, ես էլ նույն բանը կանեի, եթե Լուսիս Պուճուրի խնդիրը չլիներ։ Ռենա, դրանով դու վատ օրինակ ես ծառայում Սպարտակին։ Իսկ ինչպես պետք է զգա իրեն մայրը, ում զավակի հետ այդպես վարվեցին, ստիպեցին տնից գնալ։ Սպարտակը իրեն ճիշտ չպահեց, բան չունեմ ասելու։ Բայց Յուրին էլ սխալներ ուներ։ Բայց Սպարտակը նրան հասցրեց։ Սպարտակի բոլոր խոսքերը արդարացված էին։ Ինչ չեմ կարող ասել Յուրի ասածների վերաբերյալ։
Յուրիի ասացների մեջ ես ճշմարտություն էի տեսնում։ Ու արդեն ժամանակն է Սպարտակին հասունացնել, որպեսզի նա սխալ ետևից թույլ չտա։ Վատ օրինակներին մարդ արարածը սիրում է ընդօրինակել, պապ։ Ռենա, պետք չի ամեն վարքյան Յուրիին մեղադրել։ Ինձ համար անտրամանբանական է, թե ոնց էր Յուրան այդ տղուն պաշտպանում, որին լուսիս սիրտն է տվել։ Յուրին աշխատում էր ամեն կերպ օբյեկտիվ լինել։ Ըստ իս, պապ, Յուրան չափից դուրս սուբյեկտիվ էր։ Կներես, բայց դու նույնպես։ Դուք այդ տղային նենց եք պաշտպան կանգնում, ու ամեն անգամ, ես դա նկատել եմ, առաջին անգամ չի։ Ռենա, դու չափազանցնում ես։ Ոչ։ Յուրի եւ իմ վերաբերմունքը այդ տղայի հանդեպ պայմանավորված է նրանով, որ նրա մեջ լույսի սիրտն է բաբախում։ Եթե այդպես մտածեինք, ուրեմն ես առանձնահատուկ ջեր վերաբերմունք պետքա ցուցաբերեի տղայի հանդեպ։ Բայց մի այդպես չի։ Հիշում ես դու մի ժամանակ փոխել էիր քո վերաբերմունքը այդ տղայի հանդեպ։ Հիշում ես այն ժամանակ գերեզմանոցում երբ հանդիպել էիր նրան։ Բայց ես այդ տղային Սպարտակիցս վեր չեմ կարող դասել։ Իսկ Յուրայի մոտ դա ակնհայտ է։ Նա անենց պաշտպանեց, անենց մեծարեց այդ տղային, ոնց որ այդ տղան միսու արյունը լինի, իսկ Սպարտակը սոտար մարդ։ Լավ, ես բարձանամ վերև, չեմ ուզում ինձ համար տհաճ բաներ լսել։ Նույնիսկ հիմա սկսում եմ հասկանալ, թե ինչու՞մն է բանը։ Այդ տղան Յուրայի ու նրա սիրուհու որդին կարող է լինել, չէ՞։ Այդ Ապուրինի Բալայանը, ում մասին բոլորը խոսում են։